Հարգելի լրագրողներ, մեզ հետևող հարգելի քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի պարտավորվածություն 3 ժամը 1 պարբերականությամբ հավաքագրելու, ամփոփելու եւ ներկայացնելու այդ պահի դրությամբ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների տվյալները։ Քանի որ այդ ամբողջ գործընթացը բավականին ժամանակատար է, մենք ներկայացնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թվերի մասին տեղեկատվությունը ներկայացնում է 1 ժամ անց համաձայն ընտրական օրենսգրքի։ Ես կներկայացնեմ ժամը 11-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցողների եւ մասնակիցների մասին տեղեկատվությունը ըստ մարզերի, մարզկենտրոնների եւ 10,000 եւ ավել քաղաքացի ունեցող համայնքների։ Հարգելիներս, տեղեկատվությունը ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 26 թվականի հունիսի 7-ի ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ ըստ մարզերի։ Երևան 849,488, դա քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն է, որոնցից մասնակցել են 122,856-ը, որը կազմում է 14,46%։ Արագածոտն 113 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն եմ ներկայացնում 113,441, քվեարկության մասնակիցների թիվը 16,779, որը կազմում է 14,79%։ Արարատ 200 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 220,167, քվեարկության մասնակիցների թիվը 31,556, որը կազմում է 14,33%։ Արմավիր քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 226,337, քվեարկության մասնակիցների թիվը 28,587, որը կազմում է 12,63%։ Գեղարքունիք 177,854, դա քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն է, քվեարկության մասնակիցների թիվը կազմում է 23,093, որը կազմում է 12,98%։ Լոռի քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 213,301, քվեարկության մասնակիցների թիվը 30,796, որը կազմում է 14,44%։ Կոտայք քվեարկելու իրավունք ունեցող մասնակիցների թիվը կազմում է 240,528, քվեարկության մասնակիցների թիվը 38,526, որը կազմում է 16,02%։ Շիրակ քվեարկելու իրավունք ունեցող մասնակիցների թիվը 207,820, քվեարկության մասնակիցների թիվը 26,178, որը կազմում է 12,60%։ Սյունիք քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը ներկայացնեմ 106,972, քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11-ի դրությամբ 18,775, որը կազմում է 17,55%։ Վայոց ձոր քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 44,634, քվեարկության մասնակիցների թիվը 7,061, որը կազմում է 15,82%։ Տավուշ 103,434, սա քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն է, քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11-ի դրությամբ կազմում է 18,450, որը կազմում է 17,084%։ Ընդհանրացնելով մարզերի տեղեկատվությունն ասեմ, որ ընդամենը քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2,503,976, որոնցից քվեարկության մասնակցել են ժամը 11-ի դրությամբ 362,657, դա կազմում է 14,48%։ Հարգելի քաղաքացիներ, ես հիմա ներկայացնեմ ըստ մարզկենտրոնների եւ մարզում 10,000 եւ ավել ընտրող ունեցող համայնքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Եվ այսպես, ուրեմն, քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը աշտարակում 56,903, որից մասնակցել են ժամը 11-ի դրությամբ ընտրություններին արդեն 8,210 քաղաքացի, որը կազմում է 14,43%։ Ապարան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 18,241,
քվեարկության մասնակիցների թիվը կազմում է այս 11-ի պահի դրությամբ 2915, որը կազմում է 15%, 98%-ը։ Թալին քվեարկության իրավունք ունեցող մասնակիցների թիվը կազմում է 27336, ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 4075 քաղաքացի, դա կազմում է 14.91%։ Արարատ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 30.524, քվեարկության մասնակիցների թիվը կազմում է 4949, դա կազմում է 16.21%։ Արտաշատ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 79978, քվեարկության մասնակիցների թիվը 10694, սա կազմում է 13.37%։ Մասիս քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը Մասիսում 69494, քվեարկության մասնակիցների թիվը 10266, սա կազմում է 14.77%։ Վեդի 38555, դա քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն է, քվեարկության մասնակիցների թիվը 5510, սա կազմում է 14.29%։ Արաքս քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 19.807, քվեարկության մասնակիցների թիվը 2077, սա կազմում է 10.49%։ Արմավիր քվեարկելու իրավունք ունեցող մասնակիցների թիվը 47.239, քվեարկության մասնակիցների թիվը 6439, սա կազմում է 13.63%։ Բաղրամյան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 12654, քվեարկության մասնակիցների թիվը 1548 քաղաքացի, սա կազմում է 12.23%։ Մեծամարում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը մեզ մոտ 55.590 է, որից որ արդեն քվեարկությանը մասնակցել են 6613 քաղաքացի, իսկ դա կազմում է 11.90%։ Վաղարշապատում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը հասնում է 69546-ի, որից արդեն իսկ ժամը 11-ի դրությամբ մասնակցել է 8707 քաղաքացի, եւ դա կազմում է 12.52%։ Փարաքյար քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 21250, քվեարկության մասնակիցների թիվը 10 ժամը 11-ի դրությամբ 3160, դա կազմում է 14.87%։ Գավառ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 42919, քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11-ի դրությամբ 4591 քաղաքացի, եւ սա կազմում է 10.70%։ Ճամբարակ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 11.486, որից որ արդեն ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1962 քաղաքացի, դա կազմում է 17.08%։ Մարտունի քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը հասնում է 62129-ի, իսկ քվեարկությանը արդեն իսկ մասնակցել են ժամը 11-ի դրությամբ 6691 քաղաքացի, որը կազմում է 10.77%։ Սևան քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը Սևանում 32.31 հազար քաղաքացի է, քվեարկության մասնակիցների թիվը 5356, դա կազմում է 16.72%։ Վարդենիսում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 29289 է, որից որ արդեն ժամը 11-ի դրությամբ մասնակցել է 4493 քաղաքացի, դա կազմում է 15.34%։ Ալավերդի քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 30335, քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11-ի դրությամբ 4737, սա կազմում է 15.62%։ Սպիտակ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 30218, քվեարկության մասնակիցների թիվը 3615, դա կազմում է 11.96%։
Ստեփանավանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը հասնում է 13077-ի, որից արդեն ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 1846 քաղաքացի, դա կազմում է 14.12%։ Վանաձորում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թիվը 93791-ն է, որից որ արդեն ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 13588-ը, դա կազմում է 14.49%։ Տաշիրում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 19052 քաղաքացի է, որից որ արդեն իսկ ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 2887-ը, դա կազմում է 15.15%։ Աբովյան քաղաքում ընտրությունների իրավունք ունեցող քաղաքացիների թիվը հասնում է 65878-ի, որից որ արդեն քվեարկությանը մասնակցել են 10097 քաղաքացի եւ դա կազմում է 15.33%։ Հրազդանում քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 48.41 է, 48000 ներողություն 41 է, որից որ քվեարկությանն արդեն իսկ մասնակցել է 8303 քաղաքացին եւ դա կազմում է 17.28%։ Նայիրի քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 30408, որից որ ժամը 11-ի դրությամբ մասնակցել է 4939 քաղաքացի, դա կազմում է 16.24%։ Նոր Հաչնում քաղաքացիներ, ովքեր իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին 24750-ն են, որից որ ժամը 11-ի դրությամբ 3942 քաղաքացի արդեն իսկ մասնակցել է ընտրություններին եւ դա կազմում է 15.92%։ Չարենցավանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 28275-ն է, որից որ արդեն իսկ մասնակցել է 4363 քաղաքացի եւ դա կազմում է 15.43%։ Ախուրյանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 31566-ն է, որից որ ժամը 11-ի դրությամբ արդեն իսկ ընտրություններին մասնակցել է 3937 քաղաքացի եւ դա կազմում է 12.47%։ Անիում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը հասնում է 15958-ի, որից որ ժամը 11-ի դրությամբ արդեն իսկ մասնակցել է 2058 քաղաքացին եւ դա կազմում է 12.90%։ Արթիկում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 37111-ն է, որից որ ժամը 11-ի դրությամբ մենք մասնակցության թիվ ունենք Արթիկի 5414, դա կազմում է 14.59%։ Գյումրիում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 108313-ն է։ Ժամը 12-ի դրությամբ Գյումրիում արդեն իսկ քվեարկել են 12785 քաղաքացի եւ դա կազմում է 11.80%։ Գորիսում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 22857-ն է։ Քվեարկությանը մասնակցել են արդեն իսկ 3473 քաղաքացի, դա կազմում է 15.19%։ Կապանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն հասնում է 33981-ի, որից որ արդեն մասնակցել է 6654 քաղաքացի եւ դա հասնում է 19.58%։ Սիսիանում քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 24808-ն է, որից որ արդեն մասնակցել են 4312 քաղաքացի, իսկ դա կազմում է 17.38%։ Եղեգնաձորում քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 14931-ն է, որից որ արդեն իսկ ժամը 11-ի դրությամբ մասնակցել է 2079 քաղաքացի եւ դա կազմում է 13.92%։ Բերդ քաղաքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 23866, որից որ մասնակցել է արդեն իսկ ժամը 11-ի դրությամբ 4509 քաղաքացի, դա կազմում է 18.89%։ Դիլիջանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 19449 է, որից որ մասնակցել է արդեն ժամը 11-ի դրությամբ 3262 քաղաքացի եւ դա կազմում է 16.77%։ Իջևանում
Քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 35096-ն է, որոնցից որ 5947-ը արդեն իսկ ժամը 11-ի դրությամբ մասնակցել են ընտրություններին եւ դա կազմում է 16.94%։ Նոյեմբերյան քաղաքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 25021-ն է, որից որ 4732-ն արդեն իսկ մասնակցել է ընտրությունների եւ դա կազմում է 18.91%։ Հարգելի լրագրողներ, մեզ հետևող քաղաքացիներ, այս պահի դրությամբ ես ներկայացրեցի ժամը 11:00-ի դրությամբ ամփոփ Հայաստանի Հանրապետության ողջ տեղեկատվությունը մասնակցության, հաջորդիվ կտեղեկացնենք արդեն այլ ինֆորմացիաների եւ թվերի վերաբերյալ։ Շնորհակալ եմ բոլորիս, մաղթում եմ լավ օր։